Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անցած տարվա գործունեության մասին զեկույցը։ Մենք իհարկե այս ամբիոնից եւ նաեւ հանձնաժողովների մակարդակում առիթներ ունենում ենք մրցակցության խնդիրներին անդրադառնալու համար, թե առանձին նախագծերի դեպքում, թե բյուջեի քննարկումների ժամանակ, թե նաև մրցակցության հանձնաժողովի անդամների ընտրության ժամանակ, բայց կարծեմ սա եւս մեկ անգամ լավ առիթ է այս ամեն ինչին մի քիչ ավելի համակարգային նայելու։ Նախ մրցակցությունը եւ մրցակցային իրավիճակը ամենակարևոր բաներից մեկն է մեր երկրի համար եւ 2018 թվականի հեղափոխությունից մեր հասարակության գլխավոր ակնկալիքներից մեկը հենց մրցակցային իրավիճակի բարելավում է, որ չունենանք արհեստական մենաշնորհներ, չունենանք խոչընդոտներ եւ բոլորը կարողանան զբաղվել այն գործով, որոնցով ուզում են զբաղվել։ Եվ պետք է ասել, որ հեղափոխության արդյունքում այդ խնդիրների մեծ մասը ավտոմատ լուծվեցին, որովհետեւ շատ տեղեր խնդիրները պայմանավորված էին որոշ մեխանիզմներով հարատավոր, որոնք վերացան, բայց ամեն դեպքում այդ խնդիրները դրանց մի մասը դեռ պահպանվում են եւ չնայած մենք այսօր ունենք շատ ավելի լավ մրցակցային իրավիճակ, քան մի քանի տարի առաջ, բայց նաեւ մյուս կողմից մեր մոտ ակնկալիքները ու նշաձողերն են բարձրացել եւ պետքա այդ առումով շատ ավելի մեծ աշխատանք կատարել։ Այստեղ մի քանի ասպեկտ կա, որոնց կուզեի ուշադրություն դարձնել։ Ես օրինակ պարոն Գևորգյանին հանձնաժողովի նիստի ժամանակ հարցնում էի այդ շուկայի կենտրոնացվածության ինդեքսների մասին, նորել ենք իրար հետ մի փոքր տենց ոտքի վրա բանավեճ ունենում։ Պարոն ինչի լսում եք։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ դադարեցնել աղմուկը։ Ուրեմն ինչի համար է կարևոր։ Տիկին Ղազարյան, զբաղեցրեք ձեր տեղը։ Ինչի համար է կարևոր մեզ համար հասկանալ այդ ինդեքսները։ Եթե օրինակ մեզ ասվում է, որ որևէ շուկայում կար 2 խաղացող, հիմա խաղացողների թիվը դարձել է 4, դրանից ավտոմատ չի բխում, որ այդ շուկայում մրցակցային իրավիճակը լավացել է։ Կարող է 4 խաղացող են դարձել, բայց այն մեկի կշիռը այնքան ավելացել, որ մենք ունենք շուկայի ավելի մեծ կենտրոնացվածություն։ Եվ դրա համար մեզ համար շատ ավելի լավ կլինի ու ցանկալի կլինի ունենալ ձեռքի տակ այդ ինդեքսները։ Եթե մրցակցության հանձնաժողովը դրա համար որոշակի օրենսդրական կամ այլ կարգավորումների կարիք ունի, դա կարող ենք անել, բայց դա բարդ բան չի։ Եթե ելակետային տվյալները ունենանք, մենք էլ այդ բոլոր ինդեքսները կարող ենք ինքնուրույն հաշվել։ Երկրորդ կարևոր բանը, որ ուզում եմ դրա վրա ուշադրություն դարձնել, դա այն է, որ չնայած մենք վերջին տարիներին բավականին շատ փոփոխություններ են կատարել մրցակցության պաշտպանության մասին օրենքում եւ հարակից օրենսդրության մեջ եւ ահագին ուժեղացրել ենք մրցակցության հանձնաժողովի գործիքակազմը, բայց կարծում եմ, որ այսուհետ մեր ուշադրությունը ավելի շատ պետք է կենտրոնացած լինի ոչ թե ռեակտիվ, այսինքն հետևանքների դեմ պայքարի վրա, այլ կանխարգելիչ գործողությունների վրա։ Օրինակ երեք առաջին օրը իմ գործընկեր Սիսակ Գաբրիելյանը հասնում էր ավիաընկերություններից մեկի մասին պետական աջակցության ծրագրի արդյունքում, երբ որ իրենց մոտ դժգոհություն է առաջացել, որ հակամրցակցային պայմաններ են ստեղծվում եւ պարոն Գևորգյանը ասաց, որ ընկերության բողոքի վրա վարույթ է հարուցվել։ Հիմա եթե այդ վարույթի արդյունքում պարզվի, որ այդ աջակցության որոշումը ինքը մրցակցային իրավիճակի վրա վատ ազդեցություն է ունեցել, այդ ժամանակ ես պիտի հարցնեմ մրցակցության հանձնաժողովին, թե ինչու այդ որոշումը ընդունելու ժամանակ եզրակացություն չի տրվել, որովհետև մենք ունենք բազմաթիվ դեպքեր, խոսքը վերաբերում է եւ օրենսդրությանը, եւ կառավարության կողմից տարբեր ծրագրերին, եւ գնումների ընթացակարգերին, երբ որ գալիս են այդ որոշումները մտնում են ուժի մեջ կամ ընդունվում են, հետո պարզում ենք, որ այդտեղ ունենք որոշակի իրավիճակ, երբ որ մրցակցային իրավիճակը խաթարվում է։ Այսինքն մեր ակնկալիքը հետևյալն է, պարոն Գևորգյան։ Այն դեպքերում, որտեղ
որոշումները մի քիչ ավելի լայն շրջանակի են վերաբերվում, ձեր հանձնաժողովից ունենալ եզրակացություն այդ դեպքերի ազդեցության վերաբերյալ։ Ընդ որում դուք այստեղ որևէ բանով պիտի կաշկանդված չլինեք, որովհետև դուք ինքնաբար մարմին եք, մենք ենք ձեզ ընտրում ու դա մեզ ամենամեծ օգնությունը կլինի, որ կառավարության որոշումների ընդունման ժամանակ, օրենքների ներկայացման ժամանակ մրցակցության հանձնաժողովը գա ու եթե տեսնի այդտեղ խնդիր ունենք, դրոշակը բարձրացնի, ասի ժողովուրդ ջան, այս ձեր որոշման արդյունքում շուկայում այս փոփոխություններն են տեղի ունենալու, որովհետև դուք եք այդ մասնագիտական հանձնաժողովը, եթե դա չենք անում, հետո արդեն սկսում ենք հետևանքների դեմ պայքարել։ Այս է իմ ամենակարևոր ակնկալիքը մրցակցության հանձնաժողովից եւ երկրորդ ասպեկտն էլ որ ուզում եմ նշեմ, ես շատ կարևոր եմ համարում, որ ինչքան էլ մենք ուժեղացնում ենք մրցակցության հանձնաժողովի հնարավորությունները, իրենց նոր գործիքակազմ ենք տալիս նոր հնարավորություններ, բայց այդ հնարավորությունները պիտի օգտագործվեն այնպես ու պիտի կարգավորվեն այնպես, որպեսզի դրանք տնտեսվարողների համար ավելորդ դժվարություններ ու անհարկի խոչընդոտներ չառաջացնեն, այս էլ է շատ կարևոր, որովհետև օրենքով աշխատող բարեխիղճ տնտեսվարողը պիտի չզգա ոչ մրցակցության հանձնաժողովի, ոչ պետական այլ կառույցների ներկայությունը իր կյանքում։ Ու այս իմ ասածը վերաբերում է ոչ միայն բնականաբար մրցակցության հանձնաժողովին, այլև գրեթե բոլոր պետական կառույցներին, որոնք առնչվում են տնտեսվարողների հետ, լինի պետական եկամուտների կոմիտեն, լինեն տեսչական մարմինները, որովհետև շատ դեպքերում ամեն մի կառույց փորձելով լուծել իր առջև դրված խնդիրը, չեմ ասում միտումնավոր, բայց լավ նպատակներից ելնելով կարող է շատ ավելի մեծ խնդիրներ առաջացնել։ Ու շատ դեպքերում մենք մեկ-մեկ ընկնում ենք ծայրահեղությունից ծայրահեղություն, երբ փորձում ենք 1000 դրամ բյուջե վերականգնելու համար 1 միլիոն դրամի տնտեսությանը վնաս տալ։ Պարոն Գևորգյան, եթե այս առումով դուք զգում եք, որ խորհրդարանի միջամտության կարիքը կա, մենք կարող ենք իրար հետ քննարկել, օրինակ, եթե գտնում եք, որ դուք ավելի շատ ռեսուրսի կարիք ունեք, կամ պետք է օրենսդրության մեջ փոփոխություն արվի, որ դուք կարողանաք լրացուցիչ վերլուծություններ իրականացնել կամ նախապես որոշակի եզրակացություններ տալ, եկեք այդ օրենքով սահմանենք, որպեսզի դուք էլ հնարավորություն ու իրավունք ունենաք համապատասխան ռեսուրսներ պահանջելու։ Ես իհարկե այս ընթացքում հիշում եմ մի քանի դեպքեր, երբ մենք ենք դիմել ձեր հանձնաժողովին ու ստացել ենք եզրակացություն տարբեր օրենքների հետ կապված, բայց ինձ թվում է դուք պիտի լինեք այն առաջնային կառույցը, որը մեզ պիտի հուշի, որովհետև մենք դրա մասնագետները չենք ու պիտի հիմնվենք ձեր եզրակացությունների վրա։ Եթե դա չի արվում, մենք ձեզ առաջիկայում շատ ավելի շատ ենք ծանրաբեռնելու ու գրեթե բոլոր օրենքների մասով, որոնց հետ կապված ունենք որոշակի մտահոգություններ, ձեզ հարցումներ ենք ուղարկելու, ակնկալելու ենք պատասխան, բայց շատ լավ կլինի, որ դա դնենք ինստիտուցիոնալ հիմքերի վրա։ Այսքանը, շնորհակալություն հարգելի գործ։ Շնորհակալություն։